Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկի միջև Երևանի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը խնդրեմ պարոն Հակոբյան կարող եք ներկայացնել։ Շնորհակալություն, ես նախ հիշեցնեմ, թե ինչի մասին է այս կենտրոնը եւ որքանով է այն համահունչ ընդհանրապես մեր խաղաղության օրակարգին եւ նաեւ ապաշրջափակման օրակարգին, ինչպես նաեւ Հայաստանը որոշակի լոգիստիկ հանգույց դարձնելու օրակարգին, խոսքը արտաքին տնտեսական գործունեության կենտրոն ստեղծելու մասին է, եթե պարզ բառերով խոսենք, ներկայումս մենք մաքսային գործառույթները որոշակի տարանջատման սկզբունքով ենք անում եւ հայտարարագրումները, ձևակերպումները, փաստաթղթային հսկողությունը իրականացնում է մաքսային մարմինը, բայց օրինակ փաստացի զննումները իրականացվում են առանձին տերմինալներում, ավելին տերմինալներում նույնիսկ շատ դեպքերում չեն լինում լաբորատորիաներ, որտեղ կարիք կլինի օրինակ ինչ-որ ապրանքներ փորձաքննության ենթարկել եւ արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի իմաստը նաեւ որ այդ բոլոր գործառույթները ոչ միայն մաքսային, այլ նաեւ այն բոլոր մարմինները, որոնք որ գործառույթ ունեն արտահանման եւ ներմուծման հետ, մեկտեղ ենք մի համակարգում եւ բացի դա էլ հաշվի առնելով Երևանի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի վայրը, այսինքն որտեղ են այն գտնվում, Պռոշյան գյուղում է ըստ էության հյուսիս-հարավ ճանապարհի հենց կողքին, որը ենթադրում է, որ սպասարկելու է այդ հյուսիս-հարավի ճանապարհով գնացող արտահանման եւ ներմուծման հոսքերը, ես թվերել կհնչեցնեմ իհարկե։ Հիմա գամ վարկին եւ դրամաշնորհին նշեմ, որ սեպտեմբերի 19-25 թվականի արդեն իսկ հենց ֆինանսների նախարարի կողմից համաձայնագիրը կնքվել է Վերակառուցման Զարգացման Եվրոպական բանկի հետ, խոսքը 39 միլիոն եվրո վարկի մասին է, դրա հետ նաեւ ունենք դրամաշնորհային միջոցներ 6 միլիոն եվրո Եվրամիությունից եւ նաեւ իհարկե կլինի համաֆինանսավորում պետական բյուջեից, որը ստանդարտ պրակտիկա է բոլոր նմանատիպ վարկերի դեպքում, նպատակի տեսանկյունից որոշակի մանրամասներ ուրեմն ներկայացնեմ, նախ ծրագրի շրջանակում նախատեսում են կառուցել նշածս արտաքին տնտեսական գործունեության կենտրոնը, ինչպես նաև պետական եկամուտների կոմիտեի նոր վարչական շենքը, բայց այդ վարչական շենքը վարկով չի լինելու, վարկը ավելի շատ վերաբերում է արտաքին տնտեսական գործունեության կենտրոնին, այսինքն ինքը մի կոմպլեքս է լինելու, որտեղ լինելու պետական եկամուտների կոմիտեի վարչական շենքը եւ միաժամանակ այդ արտաքին տնտեսական գործունեության, այո, ինքը բավական մեծ տարածք է, որում ինչ որ մի պահի ես նույնիսկ ձեզ կարող եմ ցույց տալ վիդեովել, թե ինչ ենք ստանալու արդյունքում ուրեմն այս կենտրոններում ապրանքների ներմուծման եւ արտահանման գործընթացները իրականացվելու են մեկ վայրում եւ նշեցի, որ բոլոր մարմինները, որոնք կապ ունեն արտահանման ներմուծման հետ, այդտեղ են լինելու, եթե բաժանենք մասերի, ուրեմն ունենալու ենք բավական մեծ պահեստային զննման եւ բեռնաթափման մասնաշենք, մոտ 9000 քառակուսի մետր ԱՏԳ կենտրոնի սպասարկման սրահի վարչական մաս, որը 2100 քառակուսի մետր է, ունենալու ենք ավտոկայանատեղի բեռնաթափ-տրանսպորտային միջոցների համար, 408 ավտոմեքենայի համար, ունենալու ենք երկհարկանի լաբորատորիա 700 քառակուսի մետր, ինչպես նաև ունենալու ենք զննման, ճառագայթային զննման սարքի հարթակ, կարգո եւ հավաքական բեռների զննման մասնաշենք 2100 քառակուսի մետր եւ նմանատիպ այլ շինություններ, որոնք լինելու են այդ արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի բաղկացուցիչ մասերը։ Հիմա եթե պատկերացնենք, թե ինչ հոսքերի մասին է խոսքը, նախ վերջի տարիներին նշեմ, որ երբ որ նայում ենք մեր ներմուծման մաքսային հայտարարագրերը, հատկապես խոսքը տարանցման հայտարարագրի մասին է, ինչ եմ սա հնչեցնում, որովհետև մենք նաև ուզում ենք հասկանանք, թե լոգիստիկ կենտրոնը ինչպիսի տարանցման պոտենցիալ կարող է ստեղծել Հայաստանի համար, մոտ 70,000-ից 80,000 հատ տարեկան ունենում ենք նմանատիպ հայտարարագրեր եւ միաժամանակ եթե բեռների քանակը հնչեցնեմ 70-ից 75,000 բեռներ տարեկան ըստ էության Երևանում տեղակայված ժամանակավոր պահպանման պահեստներում են սպասարկվում եւ սա նույնիսկ դեռ այսպիսի փակ սահմանների պայմաններում եւ եթե պատկերացնենք ինչ որ մի պահ որ սահմանները բացվում են ու այս հոսքերը թե քանի անգամ կարող են մեծանալ ըստ էության այդ Երևանի ԱՏԿ կենտրոնի
համար բավական մեծ ծանրաբեռնություն է ենթադրում ու այս լոգիստիկ կենտրոնը խիստ անհրաժեշտ է, որպեսզի մենք կարողանանք նաև որոշակի ավելացված արժեք գեներացնել Հայաստանի Հանրապետության համար, որպեսզի մարդիկ իմանան, որ Հայաստանի Հանրապետության տարածքով անցնելուց իրենք ունեն նաև հարմարավետ ենթակառուցվածք, որ կարիք լինի օրինակ կանգնեն, իրենց մաքսազերծում անեն, համապատասխան զննություններ անցնեն եւ այդ ամբողջը բավական քաղաքակիրթ թվային եւ ռիսկերի վրա հիմնված ձևով։ Այսինքն ինքը կոմպլեքս մի հատ համակարգ է, որը այս ԱՏԳ-ն ոչ թե միայն ենթակառուցվածքի մասին է, այլ այնտեղ ծառայությունները միասնական են լինելու, թվային են լինելու, ռիսկերի համակարգ է աշխատելու ու իր տրամաբանությունը մեկ կանգառ, մեկ պատուհան։ Այսինքն դու մտար Հայաստան, միտեղ կանգնեցիր ու քո բոլոր արտահանման ներմուծման հետ կապված բոլոր հնարավոր ծառայությունները մեկ տեղում ստանալու ես։ Դրա մասին է։ Հիմա պայմանների տեսանկյունից նշեցի արժույթը եվրո էր 39 միլիոն եվրո, Եվրամիության հարևանության ներդրումային հարթակից 6 միլիոն եվրո դրամաշնորհ ենք ստանալու, երկու տրանշով է լինելու վարկը 30 միլիոն եւ 9 միլիոն, տոկոսադրույքը 6 ամսյա Եվրիբոր պլյուս 1% մարժա, Եվրիբորը այսօր է նայում 2.1% է 6 ամսյա, այսինքն խոսքը մոտ 3%-անոց վարկի տոկոսադրույքի մասին է, իհարկե Եվրիբորը, քանի որ ինքը լողացող տոկոսադրույք է, ժամանակի ընթացքում նաեւ լողացող կլինի, բայց իհարկե պայմանների մեջ կա հնարավորություն ցանկացած պահի որոշակի ֆիքսումներ, վերաֆիքսումներ անելու, որը թույլ է տալիս տոկոսադրույքի տատանումները կառավարել ժամանակի ընթացքում եւ այլ պայմաններ իհարկե կան այնտեղ որոշակի կոմիսիոն վճարներ, որոնք պայմանների մաս են կազմում եւ ժամկետայնության տեսանկյունից համաձայնագիրը ստորագրվել է սեպտեմբերին, այդ ստորագրումից սկսած 15 տարի, բայց իհարկե ունենք նաեւ արտոնյալ ժամանակահատված, 4 տարի էլ արտոնյալ ժամանակահատված ունենք, այսինքն մայր գումարի մարումները սկսելու են 4 տարի անց, իսկ մենք հիմա շատ ակտիվ այդ process-ի մեջ ենք ու մրցութային փաստաթներ ենք մշակում, մյուս տարվանից արդեն կմեկնարկենք մրցույթը տեղի կունենա համապատասխան կապալառում կընտրվի ու տարվա երևի թե երկրորդ կեսին արդեն կմեկնարկենք շինարարական աշխատանքները։ Այո, հաջորդ տարվա մասին է խոսքը։ Այս պահին այդ տարածքը ուղղակի հարթեցված է ու պատրաստված է հետագա շինարարության համար։ Պրոշյան գյուղում։ Ինքը ճանապարհի կողքն է ըստ էության, ուղղակի հասցեն է ըստ էության այդտեղ Պրոշյան գյուղ, շատ մոտ է ճանապարհին։ Քարտեզով է որ նայեք։ Մոտավորապես երբ եք պատկերացնում ավարտը ծրագրի, այսինքն երբ արդեն պատրաստ կլինի եւ կգործի ԱՏԳ-ն։ Տեսեք, սովորաբար այդ շինարարությունները տենց 2-ից 3 տարի են տևում, կախված ընթացքից, հա, այսինքն կարող ենք 2-ից 3 տարի աչքի առաջ ունենալ, խոսքը ԱՏԳ-ի կառուցման մասին է, շենքն էլ առանձին, եթե վարչական շենքի մասին խոսենք, որը իհարկե բացարձակ չի խանգարում մեկը մյուսին, այսինքն ինքը առանձին գոտում է այդ շենքը կառուցվելու, դա էլ 4-ից 5 տարի էլ դա ենք